Պատկերացրեք, դուք զբոսնում եք բնության գրկում, լեռներում եք, անտառում կամ նույնիսկ քաղաքի փողոցում։ Երկինքը հանկարծ մթնում է, լսվում է ամպրոպի ձայնը, իսկ մի քանի վայրկյան անց կայծակը հարվածում է այնքան մոտ, որ թվում է հենց ձեր կողքին է։ Այդ պահին շատ մարդիկ խուճապի են մատնվում և սկսում են վազել առանց մտածելու, թե որն է ամենաանվտանգ գործողությունը։ Իսկ նման իրավիճակում ճիշտ որոշումները կարող են զգալիորեն նվազեցնել վտանգը։ Այս տեսանյութում կխոսենք այն մասին, թե ինչ անել, եթե կայծակը շատ մոտ է հարվածում, ինչ սխալներից պետք է խուսափել և ինչպես պաշտպանել ձեզ ու ձեր շրջապատին։ Առաջին կանոնը՝ գնահատեք իրավիճակը։ Եթե ամպրոպի ձայնը լսվում է կայծակից ընդամենը մի քանի վայրկյան անց, նշանակում է փոթորիկը գտնվում է վտանգավոր մոտ տարածքում։ Այդ դեպքում մի սպասեք, որ անձրև ուժեղանա։ Անվտանգ վայր տեղափոխվելը պետք է սկսել հնարավորինս շուտ։ Անմիջապես փնտրեք անվտանգ ապաստան։ Ամենաանվտանգ տարբերակը ամուր շենքն է։ Եթե հնարավորություն եք մտնել շենք, արեք դա առանց ժամանակ կորցնելու։ Շենքի ներսում նույնպես ցանկալի է հեռու մնալ բաց պատուհաններից, դռներից և էլեկտրական լարերով միացված սարքերից, մինչև ամպրոպ անցնի։ Եթե մեքենայի մեջ եք, փակեք պատուհանները և մնացեք ներսում։ Մեքենայի մետաղական կառուցվածքը հաճախ օգնում է հոսանքը տանել արտաքին մակերեսով, սակայն ավելի անվտանգ է չդիպչել մետաղական հատվածներին մինչև փոթորիկի ավարտվելը։ Եթե բաց տարածքում եք։ Եթե շուրջը բաց է, դաշտ է և ապաստան չկա, մի պառկեք գետնին։ Դա տարածված սխալ է և պատկերացում։ Ավելի ճիշտ է հնարավորինս փոքրացնել ձեր բարձրությունը՝ կգնստելով, ոտքերը պայելով հնարավորինս մոտ իրար և գլուխը պաշտպանելով ձեռքերով։ Սա չի վերացնում վտանգը, բայց կարող է նվազեցնել որոշ ռիսկեր՝ համեմատած լինելով պառկելու հետ։ Հեռու մնացեք բարձր առարկաներից։ Մի կանգնեք միայնակ ծառի տակ, էլեկտրասյան, աշտարակի կամ մեկուսացված բարձր ժայռի կողքին։ Կայծակը հաճախ հարվածում է բարձր և առանձնացված առարկաներին։ Եթե գտնվում եք անտառում, ավելի ապահով է լինել համեմատաբար ցածր ծառերի խմբի շրջանում, բայց ոչ կպված ծառերի բներին։ Ջուրը նույնպես վտանգավոր է։ Եթե այդ պահին լողում եք, ձկնորսությամբ եք զբաղվում կամ գտնվում եք գետի, լճի կամ լողավազանի մոտ, հնարավորինս արագ դուրս եկեք ջրից և հեռացեք ափից։ Ջուրը կարող է մեծացնել էլեկտրական հոսանքի տարածման վտանգը։ Հեռախոսը և մետաղական իրերը։ Ժամանակակից բջջային հեռախոսը սովորաբար ինքնին չի ձգում կայծակը, սակայն բաց տարածքում չարժե ժամանակ վատնել նկար անելու կամ զանգեր կատարելու վրա, եթե դրա փոխարեն կարող եք տեղափոխվել անվտանգ վայր։ Եթե ձեզ մոտ կան երկար մետաղական առարկաներ, օրինակ՝ ձկնորսական ձողեր կամ այլ նման սարքավորումներ, ավելի լավ է դրանք մի կողմ դնեք և հեռանաք։ Եթե ձեր կողքին մարդ է տուժել կայծակի հարվածից, նախ համոզվեք, որ տարածքն անվտանգ է ձեզ համար։ Այնուհետև անմիջապես զանգարեք շտապ օգնություն։ Եթե մարդը չի արձագանքում և դուք գիտեք առաջին օգնության հիմունքները, գործեք դրանց համաձայն մինչև մասնագետների ժամանումը։ Կայծակի հարված ստացած մարդուն դիպչելը վտանգավոր չէ։ Նրա մարմնում էլեկտրական լիցք չի մնում։ Իսկ ինչպես նախապես պատրաստվել։ Եթե պատրաստվում եք արշավի, ձկնորսության կամ լեռնային զբոսանքի, նախապես ստուգեք եղանակի կանխատեսումը։ Եթե կանխատեսվում են ամպրոպներ, ավելի լավ է հետաձգել ուղևորությունը կամ պատրաստ լինել արագ ապաստան գտնելուն։ Եթե կայծակը շատ մոտ է հարվածում, ամենակարևորը չխուճապելն է։ Հիշեք հիմնական կանոնները։ Հնարավորինս արագ գտեք ամուր շենք կամ փակ մեքենա։ Հեռու մնացեք միայնակ ծառերից և բարձր առարկաներից։ Դուրս եկեք ջրից։ Մի պառկեք բաց գետնին։ Հետևեք եղանակին և նախապես պլանավորեք ձեր երթուղին։ Ճիշտ արձագանքը կարող է մեծապես նվազեցնել վտանգը և օգնել ավելի անվտանգ հեռանալ նման իրավիճակում։ Եթե այս տեսանյութը օգտակար էր, բաժանորդագրվեք ալիքին և միացրեք ծանոթությունները, որպեսզի բաց չթողնեք անվտանգության և գոյատևման թեմաներով հաջորդ տեսանյութերը։